Հիմա հենց է ներկայացնում, որ էդի բան է, հայ ժողովրդի փրկության ճանապարհն է։ Այդ ճանապարհի հարցը երբ է առաջ եկել։ Երբ է մտել քաղաքական օրակարգ։ Քեզ եմ հարցնում, ասա։ Նոյեմբերի 9-ով։ Այդ Ադրբեջանի պահանջն է եղել, չէ՞։ Հիմա բերել են անունը կպցրել են թռիփ, որովհետև այլ շահառուներ են հայտնվել։ Այդ ներկայացնում փրկության ճանապարհ կամ խաղաղության խաչմերուկ։ Ոչ, դա միջանց կա Արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապելու։ Հայաստանի տարածքով։ Որքան է այդ ճանապարհի լայնությունը։ Դեռ հայտնի չի։ Լիքը են ասում են բանը, շան գլուխը դետալների մեջ է թաքնված, այսինքն ինչ կարգավիճակ է ունենալու, բացի այն հայտարարություններից, չէ, ոնց է լինելու, ինչ ռեժիմներ է գործելու, ինչ հարցեր տալիս ես, ասում են չգիտենք, բայց ինքնիշխան ենք լինելու։ Հա, սա ինքնիշխան ես լինելու, բայց գետնի վրա, երբ որ քո երկրով անցնող ճանապարհի վրա դու 100% կոնտրոլ չունես, Ադրբեջանը ասում է պետքա չշփվես, հայը Թուրքի պետք է չտենա։ Սա ինչ է նշանակում։ Կամ դուք ու երկրի տարածքում ինչ է ստեղծվել, գիտեք, ստեղծվել է հայ-ամերիկյան մի ընկերություն, 74% բաժնետերը Միացյալ Նահանգներն է, 26-ը Հայաստանը, որը ղեկավարել է այդ ճանապարհը։ Ասենք ինչ է նշանակում սա։ Հետևաբար դա միջանց կա, անունը ինչ ուզում ես դիր, ու իր բոլոր հետևանքներով, որը վտանգավոր է լինելու։ Մենք դեմ չենք Հայաստանի ապաշրջափակմանը, այդ ճանապարհների բացմանը, նույնիսկ հայ-թուրքական սահմանի բացմանը, մենք խնդիր չունենք։ Բայց դա չպետք է լինի իրանց պայմաններով եւ մեր ազգային շահերի հաշվին։ Էս է մեր ասացի տարբերությունը։